Շինգարյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, եւ այսպես Ալիևը երեք եւս մեկ անգամ վերահաստատում է, որ իրենք մեքենաներով են գալու Հայաստան, իրենց պատմական հողեր են վերադառնալու, ասում է, որ քարտեզների վրա գոյություն չունի Սևանալիչ, Գյոյչայի մասին է խոսում, խնդրեմ այս մասով ձեր գնահատականը Նիկոլ Փաշինյանն էլ ըստ էության երեք վախենում էր կոնկրետ պատասխան տալ Ալիևին, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն, արդեն մենք էլ չգիտենք ինչ ասենք, որովհետև լրիվ ասածները ոնց որ հոտս են ցնդում, բայց կա փաստացի են ինչ տենում ենք։ Մի հասարակ մի բան ասեմ, նոր անցնենք, ես մի հատ այդ արհեստական բանականություն են ստեղծել, հա։ Երեք կարդում եմ, նայում եմ, Փաշինյանը ասում է 25 թվին մեր զինծառայողների աշխատավարձը պետք է լինի 700,000։ 25 թվին մնացել ամիս, այդ եփ են անում, եփ են տալի, այդքան բյուջեի պարտքվերեկները, այս ինչ են անում, մարդ արդեն էլ խառնվել է, չգիտի, ում խոսացածնա ճիշտ, ումնա սխալովա ճիշտ խոսում, ում են արհեստական բանական անանացնում։ Հիմա Ալիևը կասի, Ալիևը միշտ էլ ասել է, Ալիևը հլաշատ է ասելու, միջև իր նպատակին չարչարվի, որ հասնի։ Հարցը կհասնի թե չէ, բայց ես իմ հարցը, որ ասեմ հարցը կախված չի այսօրվա այս ղեկավարության հետ, որովհետև այս մարդիկ էլ ոնց որ ջուր լցնելուց նրա ջրաղացին։ Չգիտեմ, մեն Ալեն Սիմոնյանը մի ձևի է պատասխանում, թե գալուց առաջ պետք է գնան Ալթայ, հա, գիտենք, որ ադրբեջանցիների ասենք մի մասն էլ Ալթայից են, բայց մարդիկ եկել են այստեղ ու գալիս են մեր պատմական բնորանում ուզում են մեզ լարեն ու մեր տեղ ապրեն։ Իրանք ընեշի կռիվը դադարեց, խաղաղություն, Արցախ, տեսակ Արցախում էլ դադարեց, Արցախում էլ էր արդեն խաղաղություն, արդեն խաղաղության բաները երևում էր միտում, նրա խաղաղությունն է տա, դնի հանի, կամ կոտորի։ Մորթի կոտորի մեկ է, էլի մեռնելուց հետո ինչ տարբերություն, 1000 ձև կա կոտորելու, մորթելու, խնդրեմ մարդը սիրուն խաղաղություն ասում, վաղն էլ Զանգեզուրի հետ անելու, մյուս օրը Մարտունու հետ այդ ինչ Վարդենիսի հետ անելու, մյուս օրը Տաուշի հետ անելու ու ասելու է խաղաղություն, դե մի գնացեք, ապրեցեք, ձեզ ով է ինչ ասում, եկեք, գրավը ինչ է, ադրբեջանական պասպորտներ ենք տալի ձեզ, սիրուն ապրեք, ձեզ ով ասում, ձեր ցավը տանեն, ձեր ոտերը կլվանան, քեր բանման, ինչ հետ էլ գրավելու մի ձև է, էլի, գրավելնով ասել, որ ավտոմատով են կրակում, կամ բայրակթարով, կամ չգիտեմ ինչերով են կրակում, սպանում, կամ թունավորում են կոտորում, տարբերություն չկա, այնքան գան, նստեն և մեր տեղը ապրեն։ Սա արդեն ակսում է, սա սերթող ոչ մեկը չքննարկի, խաղաղություն, 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 երևում է իրանց խաղաղությունը, խաղաղություն ասող մարդը 120,000 մարդուն տնան կկաներ, իհարկե չեր անի։ Այսինքն ոնց կար, աստեղ խոսքի 500,000 հնուց եկած արցախցի կա, 120-ն էլ բերեց հանեց, բերեց ստեղվեց 700,000 դարավ, հիմա էլ ասում է խաղաղությունա ոնց կլնի դա, ժողովուրդ, մի քիչ աբսուրդ է, չեմ կարում հասկանամ, ամեն դեպքում Ալիևը իրա այդ գյոքչայ, մյոքչայ ասելը, նա հենց ընեց պատահական չի ասում, ես մի 3 օր առաջ մի հատ շատ տհաճ բանի մեջ են գա, ուրեմն մամուլի շենքի դիմացը 2 մարդ են խոսում, թուրքեր են, բեշ դոլար լսեցի, 5 դոլարը, դե ես լավից վադից հասկանում եմ, կանգնեցի ես մարդ կերանց, բարև ձեզ թուրքերենով չեմ ուզում հարամեմ, էդ իմ ասած բարերով ես եթերը, թուրքերենով բարեր, ոնց եք, ինչ եք, ես որդեից եք գալ, ես ուր եք գնում, դեզ դեն, ու հատենում եմ Երիվան, հարց ու փորձ եմ անում, որ շատ ես հարց ու փորձը արի, տեսա, որ ես սրանցից մեկը, որ ավելի պայծառ դեմք ուներ,
բա ես արդեն որ բան արինք, ես Երևանից եմ, բա դու որտեղից ես, ասացի ես Տաուշից եմ, Շամշադինից եմ, ասում եմ բախի Երևան, ասում դե իրանց մոտ Բաքու Երևան են ասում, ասում եմ հա, բայց մենք Բաքվում չենք, դու էլ ադրբեջանցի չես էլ ինգերխի, ու դից կամա ձենները շատ բարձրացավ երևի, հայ բան չկար, բայց ձենս բարձրացավ, ես մամուլի տան դեմ եմ։ Ընդ երևի կլինի նկարած, մի հատ ավել բառ չեմ ասել, ուղղակի անընդհատ հարց եմ տվել։ Խի պիտի լինի, ասենք, Երևան, բա մեր մոտ դեսնեն, դե ջղայնացա, որ շատ ջղայնացես մարդու վրա, ասեց ինչ ես ուզում ինձանից, գիտես ես ով եմ, ճիշտն ասած, այդ դեմքին նայելով, ասի մեր ածեի տղեկից կլի, դե հիմա կարող է, չոր մի բան ուզում եմ ֆիքսեմ, բան ես եմ խանգարողը, դրա համար է տենց մի քիչ ընենցարի, որ ասենք, ոչ թե վախեցա ինչ-որ բանից, չէ, ուղղակի ուզեց իրա գործը շարունակի, բայց էլ չէի դիմանում, բարձր էի խոսում, ու ժողովուրդ գիտեք վատավորներ, ընդեղ մի 20-25 ջահել տղա կլեր, 30 չգիտեմ, Են անթրաշ են, որ սենց շատ լուրջ, սառը դեմքով նայում են, որ ասես բրնեն մարդ կուտեն, դրանց մոտ էր այդ կաֆեի մոտ էր այդ խոսակցությունը, ես ասենց դե ասում հետա մեր հայերն են, մեր հայերի մեջ եմ խոսում, դե մեծ մարդ եմ անկախ ինձանից, ես Ժան-Կլոդ Վանդամը խոմ չեմ, խոսում եմ, բան մեկ էլ տնա ոչ մեկ չկա, մեկը չի մոտիկանում, ասա ախպեր ես ինչ եղել, ինչ չի եղել, մենակ այդ կաֆեի տերը եկավ, նեզ մի քիչ էր բորբոքված խոսած է, հետո իմացանք, որը որից հետո է, տեսա այնքան էլ նրա կողմից չէր խոսում, ուղղակի ուզում էր հանգստացնի, ասեց ես քո կողմից եմ, ախպեր բանման, ասի իմ կողմից չես, ընդամենը մեր հայրենիքի, տես լեզու կտանք լավ տղա էր, բայց այս ժողովուրդը սառել է, ես արդեն, ես չգիտեմ ինչ է, ես այդ մի 2-3 օրվա պատմություն է, ես արդեն ահագին իմ կարծիքը փոխել եմ մեր այս հերոսական անցյալ ունեցող ժողովրդի վրա, այսինքն այն որ այս 44 օրյային տեսա, այդ այնց սառած վիճակա մեր մոտ, հնաց որ այդ գյոք չայ, չգիտեմ ընդ զանգի բասար, մասար այդպես բաներ են ասում բանման, մարդիկ ասում են անում են, ինչ կարում են անում են, մենք կարանք, մենք անենք, ես չգիտեմ դրա վերջը ոնց է լինելու, չգիտեմ սկիզբը խի է տենց եղել, այդ հարցը փոքր մարդ եմ, ես շատ իմ տեսած, իմ մտածածն եմ ասում, ընդ բավականին գելեր կան, որ չգիտեմ չուտլի իրար ուտում են, բայց ոչ մեկը ոչ ուտում է, ոչ մի բան, մեկը կոնկրետ մի բան չանում, որ մենք էլ իմանանք կողքը կանգնենք, ասենք սենց է կամ ընենց է, ախպեր ես մի բառը սենց են, մեկը ընենց է, չգիտեմ էլ ինչ ասեմ, ժողովուրդ, այո, շատ վտանգավոր կարգավիճակում ենք գտնվում։ Գյոք չա ինչ է, են կողմի սարը վեկալամ, վսյո էլի պրծավ, ես կողմն էլ կասեմ զանգի բանը մերն է, վսյո պրծավ, ընդ կարմիրի սարերը, կրասնասես կարմիր, ճամբարակի սարերը կվերցնեն, ընդեղ են, ու պրծավ կասեն էտ ամերն է, ով այնքան դիրքեր կա վեկալած, ես հիմա չգիտեմ ժողովուրդ, են օրը մեկը գրել է, ես ոնց չֆիքսեցի ով է գրել, ասմա այսօր դիրք ունենք, 3 հատ ադրբեջանական պոստով մեր տղաները անցնում են, նոր հասնում են իրենց դիրքին, այ քեզ բան, այդպես դիրք էլ է լինում։ Այսինքն ոնց կարա խոսքի ասենք, էլի խոսքի, թուրքը գա մեր հայկական 3 պոստով անցնի գնա իր համար պոստ պահի, այդպես բան կլինի։ Թե դի թողել եմ որ ասեմ, բա որ մենք խաղաղ չենք, տեսեք պուպուշիկներ, տեսեք 3 հատ պոստով անցնում եք գնում եք ձեր պոստը, հիմա լավ է, այդ չգիտեմ այդ որտեղ է, ասեցին Զանգեզուր է, բայց այն բանի պոստներ չգիտեմ այն ջերմուկի, նրանց ուտելիքը պրծավ, չպրծավ, թե մենք եք տալ այդ որ շրջապատվել էին, պետք է սովեին գնային, ախր ոչ մի բան մենք չենք հասկանում, հիմա ասենց հարցեր ենք տալ, հիմա չպատասխանենք չի լինում, պատասխանում ենք միտեղ կարող է սխալ ենք դուրս գալի, սուտ ենք դուրս գալի, չգիտեմ ինչ անենք, ժողովուրդ ջան, չեմ հասկանում։ Այս վախվորած պատասխանը, որ իրենք տալիս են Ալիևին, այս սուտ խաղաղությամբ, որ կերակրում են, ինչի դրսևորում են։ Սուտը եթե իսկական սուտը վատ բան չի,
դիվանագիտության մեջ։ Բայց ինքը ստում է իր ժողովրդին։ Բայց եթե այդ սուտը միտում ի օգուտ մեզա միտում, այդ դրանից պետք է վախենանք։ Նորից եմ ասում, Երանի մեզ խափի ասի ամեն ինչ լավ է, ու ամեն ինչ լավ լինի։ Բայց եթե մեզ ասում ամեն ինչ լավ է, ու 20 թվից մինչև այսօր մի լավ կետ չենք տենում, այդ է մի քիչ աբսուրդ է։ Իհարկե վախվորված, չգիտես, ախր մա չգիտենք ինչից են վախենում, իրենց աթոռից են վախենում, Հայաստանի կորստից են վախենում, իրենց, չգիտեմ, հետագա իրենց կյանքից են վախենում, ախր վախենալու, սենց այդ վախենալ բառը մի քիչ հարաբերական է։ Կարող է մի հատ այնպես լավ բան անում են, ամեն ինչի գալիս է իր տեղն անգնում, ամեն բան լավ է գնում։ Երբ եք լավ բան տեսել 7 տարի է։ Ես ոչ մի բան չեմ տեսել, չեմ էլ ակնկալում տենամ, ասում եմ կարող է ընդամենը։ Որովհետև ես բազմից եմ ասել, թող մի լավ քայլ ասեն, որ այս 7 տարվա մեջ արել են։ Ես այդպես բան համենայն դեպս չեմ տեսել, չեմ լսել։ Միգուցե աչքերս փակա չեմ տեղ, հա, այսօր լսել եմ, որ 25 թվի բաները 700,000 դրամ, հա, շատ լավ է, 25 թվի մեր զինվորի այդ փողը լավ է, տենանք տղեկ ով կտանան պատիվ անան, ով է այդքանը ստացել, ինչ են արել, չգիտեմ։ Այդ դա վախի դրսևորում չի, դա ուրիշ բան է դառնում, երեխեք ջան, սա ոնց որ ծրագիր լինի, համենայն դեպս ոչ հայկական ծրագիր, սրա այս ամեն ինչը տանում է սրան, որովհետև Եվրոպայի, հիմնականում Եվրոպայի աչքերը փակ է, ականջները խուլ, ասենք Ռուսաստանն իր գործին է, իր հարցերն է լուծում, Պարսկաստանը նույն իր գործերն է, իր հարցերն է լուծում, այս արանքում ուզում են ստեղ չգիտեմ մի հատ վախվորված մի բան անեն, ասեն, որպեսզի լռենք միջև այս ընտրությունները լինի, տենանք այս ընտրությունն ով անում, մեկ էլ տենանք ով անտրվում, եթե ԿՊԱ-կանի հետ չի համագործակցում, տենանք նրան եփ են տանում բանդ, որպես չգիտեմ ալիգարխի, մենք դրան ենք սովորել ես մի ահագին վաղտա, երեգել են տղու քարսունքներ երևի, հա, թե չգիտեմ այսօր ամեն դեպքում ողոր մի նրա էլ են դեղ են համանքի ղեկավարին որտերին սպանեցին, ինչ ասեմ, չգիտեմ։ Եվ եկեղեցու դեմ հետևողական իրենք շարունակում են իրենց քայլերը, խնդրեմ։ Դե, գիտեք ինչ, եկեղեցու դեմ այո, իրոք սա ես չգիտեմ, ասենք խոսքի մի 50 տարի, մի 100 տարի հետո, ասենք որ ոչ իրանցից կլեն, ոչ մեզնից կլեն, մեր երեխեքը ինչ են տենալու, ինչ են սովորելու։ Սա ինչ է նշանակում, վերցնեն մի եկեղեցի, մի հատ ատամնաբուժի տանեն ընդ դպիչ սարքեն, մի հատ չգիտեմ ում ինչ անեն, մեկի մի հատ կարգալուծի տանեն ընդ քահանայա, սրբազանա, ես այդ եկեղեցական այդ անունները մի կարգին չգիտեմ էլ դրանց տիտղոսները, բայց տանեն սարքեն, գնան ընդ իրար պաչեն, իրար պրոշտի անեն, մեկի քթե արտադրանքը մեկի բերաննացելով, ծլծլալով, չես հասկանում, ես ինչ են անում, ախր եկեղեցին, ինչ, եկեղեցին ստիպողաբար, եկեղեցի չեն տանում, մարդիկ են տանում եկեղեցի, որ վաբշե իրավունք չունեն այդ մարդիկ եկեղեցու անունը տան, մարդիկ են զորով հավաքում տանում, ստեից, ընդեից, մեկ էլ տենում ես մեր են Շամշադինի այգեձոր գյուղից մի կնիկ եկել ատեղ, եկել եմ ստեղ, արա հասկացանք, ԿՊԱ-ականս այ կնիկ, դու բացի խաղող խաղելուց ոչ մի բան տեսած չկաս, էդ ինչ ես այդքան ծախսարել եկել ես տե ու մի հատ էլ տե ասում ես եկել ենք, չգիտեմ ես ինչ անենք, ինչ ա կոչվում, ես չեմ հասկանում, եթե կա ինչ որ, չգիտեմ ինչ տեսակ օրենք, պետք է կիրառվի այս սխալ բանից դուրս գան կամոթա, ես որպես հայ ասեմ, մեր Շամշադինը Տաուշի բան տեղերից է, որ այնտեղ ընդհանրապես տեր չի եղել, ես մի 10-15 տարի առաջ եմ կնքվել, Գրիգոր, չէ, Սուրբ Գևորգ եկեղեցում եմ կնքվել, մեր մոտ չի եղել այդպես բաներ, չնայած
96 թվին մոտ մի 200 խաչ ու ցեպ ես տարել եմ, այնտեղ տարել եմ մարդ, ընդե զոհվածներ երեխեք են կնքեր, խաչքարի բացման ժամանակ այդ նկարներից կա, իմեջում էլ կա, բայց ես անձամբ չեմ կնքվել ժամանակ է առումով, որպեսզի չասեն դուքի բանման դրա համար, էլի ոչ թե չեմ ուզել եմ, չուզեի ենա չէի տանի, բայց ես սա չեմ հասկանում, սրան պետք է վերջ տրվի, եկեղեցում այո, կան լիքը պրոբլեմներ, մենք էլ գիտենք, եկեղեցու սպասավորն էլ գիտի, իրանց վիրևում էլ գիտեն, բայց այսօր որտեղ չկա պրոբլեմներ, այն որտեղ որ 10 տեղից վերահսկվում, ստուգվում, դեսարում, դենարում, այնտեղ մի 10-20 անգամ ավելի շատ պրոբլեմ կա, քան եկեղեցում, բայց այսօր այդ օրը չի, այսօր եթե կողքի հարևանդ գալիս է քո հետ կռվելու, քո տանն էլ 5-6 տղամարդ կա, փոխանակ մեկը կուխնու դանակ վեկալի, մեկը տապոր, մեկը այն չափաջախ բան տենանք ինչա կռվեն, այդ հարևանն ասեն արա տեղդ վերընկի մեր հետ մի կռվի, մեկ էլ տենում ես ընդես մեկն են մեկին ասեց, արա այդ խիչ ես թրաշվել, այդ չթրաշվել ու մարս հենց, այն մեկն է մեկին ասի, պապրավիտ այդ լավը չի, սկսեն անկապ անիմաստ, կամ նրա կնգակողքին ասի նորեն էլ մարդդ միտեղ մեկի աչքով վերանում բանման, այսինքն կռիվն գնի սրանց մեջ, այն հարևանն էլ դե սիրուն կգա, Էդի բթոմ ինչ այդ կռիվը բաժանելու անվան տակ կնստի տեղ ու արդեն պարզա ինչ կլինի։ Այ այսօր մենք այդ կարգավիճակում ենք, եկեղեցին խառնում, լրիվ խառնում ենք իրար, ես չեմ հասկանում, ես ինչա կատարվում։ Սարդարաբադի զանգերը մենակ հերիկա, որ եկեղեցին իր տեղը ունենա այսօր մեր կյանքում։ Բայց Սարդարաբադն էլ ենք մոռացել, Բաշաբարանն էլ ենք մոռացել, Ղարակիլիսան էլ ենք մոռացել, Ավարայրի ճակատամարտն էլ ենք մոռացել, լրիվ մոռացել ենք, ժողովուրդ ջան։ Մի քիչ եկեք դզվենք, մեջքրներս ուղղենք, որովհետև եթե մի 50-100 հոգի արդեն իրանց երեխեքի համար ապաստան են գտել մուսուլմանական երկրներում, մենք այդ բանը անողը չենք։ Եկեք մեջքի կաղնենք, ձեր մեջ էլ տղեկ կան, քպականներ, եկեք համախմբվեք իրար հետ, պետք է որ լինեն էլ այսինքն այն չի որ չեն կարա լինեն։ Եկեք համախմբենք այս պետության հարցը լուծենք, արդեն անկում ենք ապրում, թե տնտեսական բանով, թե չգիտեմ ինչ արդեն անկում ենք ապրում։ Այս սուտ բարեր ասել, նախադասություններ ասել, սուտ այդ փողոցներ ունեն ինչ են ցելեֆանից ստոլբի տնկել, մնկելը բանը, էդի օգուտ չի ես երկրին։ Երկիրը պետք է երկիր սարքենք, պետք է Հայաստան սարքենք, մեզ Հայաստանը պետք ունենանք, մեզ ոչ թե պետք է գան, մեզ իշխեն, մենք գոյատևենք, չէ, չոքած խաղաղությունը պետք չի, կանգնած հայրենիքի զինվոր լինելն է մեզ պետք է,